Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ։ ATV-ի եթերում մեր պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումն է, որն իրականացնում ենք մեր գլխավոր գործընկեր Converse բանկի հետ միասին։ Մեր հաղորդման այս թողարկումը նվիրված է 20-րդ դարի ռազմաքաղաքական կուսակցական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանին։ Մարդ, ում շնորհիվ փրկվեցին 100 հազարավոր որբեր ու գաղթականներ, իսկ թուրքական բանտերից ազատ արձակվեցին հարյուրավոր զինվորականներ։ Ալեքսանդր Մյասնիկյանը բավականին լավ կրթություն էր ստացել, Լազարյան ճեմարանից մինչև Մոսկվայի պետական համալսարան։ Նա մեծ վստահություն էր վայելում ռուսական իշխանությունների կողմից։ 1917-18 թվականներին ռազմաճակատում նա զբաղեցնում էր բավականին բարձր պաշտոններ, իսկ 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո նա փաստորեն դառնում է բոլշևիկյան ֆրակցիայի ներկայացուցիչը Կարմիր բանակում։ Բավականին երկար եւ հարուստ ճանապարհ էր անցել Ալեքսանդր Մյասնիկյանը։ Ես ուզում եմ խոսենք նախ այն միջավայրի մասին, որտեղ որ նա ծնվել էր, որպես մարդ կայացել ու ձևավորվել էր եւ այդ ինչ վստահություն էր նա վայելում ռուսական իշխանությունների կողմից։ Պետք է սկսենք նախ նրանից, որ նրա միջավայրը, ինչպես տեղին նկատեցիր, նպաստավոր էր, որպեսզի նրա մոտ մի կողմից ազգային հարցի տեսանկյունից լինեին որոշակի գաղափարներ, մյուս կողմից նաև ռուսական այդ ժամանակվա իրականության հեղափոխական որոշակի շարժումների տարբեր գաղափարներ նրա վրա ազդեին։ Եվ մենք տեսնում ենք, որ այս երկուսի սիմբիոզն է դառնում նա, միախառնումը, եւ հետաքրքիր է, որ այս ամենի արդյունքում պետք է հետագայում մենք տեսնենք, որ Մյասնիկյանը բոլշևիկյան կուսակցության մեջ, եթե գործիչներին փորձելու լինենք պայմանական դասակարգել, ավելի կարելի ասել ազգային թևի ներկայացուցիչներից էր։ Այո, նա եղել է բոլշևիկ, նա եղել է խորհրդային այդ պետական մեքենայի եւ նրա գաղափարախոսության կրողը եւ իրականացնողը, բայց միևնույն ժամանակ տարբերվել է մեզ քաջածանոթ այնպիսի գործիչներից, ինչպիսիք են օրինակ Գևորգ Աթարբեկյանը, Ավիս Նուրիջանյանը եւ ուրիշներ, ովքեր ազգային հարցում ընդհանրապես մոտեցում չունեին, նույնիսկ կարող ենք ասել, որ հակառակ, այո, մոտեցումներ ունեին, պատրաստ էին համաշխարհային հեղափոխության ինչ որ ցնորական գաղափարների համար զոհաբերել ամբողջ հայ ժողովրդին, նրանց օրակարգում ցավոք Հայաստանը չկար, որպես ազգային օջախ, պետություն, եւ դրա համար, երբ որ մենք նայում ենք այս ամենի տեսանկյունից Ալեքսանդր Մյասնիկյանի կերպարին եւ նրա հետ միասին նրա զուգահեռաբար արդեն խորհրդային Հայաստանում աշխատած Լուկաշինի, Սարգիս Սրապյոնյանի կերպարին, ապա տեսնում ենք, որ նրանք իսկապես առանձնանում էին։ Մենք հիմա դրա մասին կխոսենք, նախ սկսենք այո միջավայրից, իսկապես ծնված լինելով նոր Նախիջևանում, ժամանակակից Դոնի Ռոստովի քաղաքային շրջագծում, նա դեռևս փաստորեն իր մանկապատանեկան շրջանում արդեն որոշակի ազդված է տեղի հայկական միջավայրից, դա փաստացի հայկական ավան էր եւ այնտեղ ազգային կյանքը բավական զարգացած էր։ Եթե մենք նայենք ինչպիսի գործիչներ են այդտեղից դուրս եկել, պետք է նշել նորից նույն Լուկաշինին, Սրապյոնյանին եւ նա պետք է հետագայում Ալեքսանդր Մյասնիկյանի հետ միասին խորհրդային Հայաստանում զբաղեցներ ժողովրդական տեսության խորհրդի նախագահի փաստորեն պաշտոնը, ԺՏԽ նախագահ եւ զուգահեռաբար նրանք միասին պետք է աշխատելով խորհրդային Հայաստանի տնտեսության վերակառուցմամբ զբաղվեին եւ փորձեին նաեւ ազգային կյանքում ինչ որ լուծումներ տալ եւ այստեղից է նաև հետաքրքիր առաջին հանրապետության ղեկավարներից Սիմոն Վրացյանը եւ նշանավոր նկարիչ Մարտիրոս Սարյանը։ Նա 1886 թվականի հունվարի 28-ին է ծնվել եւ փաստորեն բաղճանվելով 25 թվականի մարտին ավիավթարով, մարտի 22-ին Թբիլիսիի մոտ, Թբիլիսի օդանավակայանին Ընդամենը 39 տարեկանում է փաստորեն մահացել եւ այդ կարճ կեսագրության ընթացքում ունեցել է շատ հետաքրքիր դրվագներ։
Կրկնում եմ, նա առանձնացել է բոլշևիկների, հայ բոլշևիկների մեջ նրանով եւ այդպիսի քիչ են ցավոք եղել այդ սկզբնական շրջանում հատկապես, որ չի դրսևորել զուտ հեղափոխական գաղափարների համար հայությանը զոհաբերելու մոտեցում։ Եվ արդեն մենք տեսնում ենք 18 տարեկանից նա ունի որոշակի իր վարքագծում ուսումնառության շրջանից սկսած դրսևորումներ հեղափոխական պայքարին մաս դառնալու, սովորել է օրինակ Մոսկվայի Լազարյան ճեմարանում, հետո այս ընթացքում հենց փաստորեն այդ հեղափոխական նրա դրսևորումներն ավելի են աչքի ընկել եւ նա արդեն 20 տարեկանում դարձել է բոլշևիկյան կուսակցության անդամ։ Դրանից հետո նրա կեսագրության անբաժան մասն էր դա, բայց հետաքրքիր է, որ նա փաստորեն այս շարժումներին մասնակից լինելով աքսորի է ենթարկվում, բայց չի դադարում շարունակել ուսումնառությունը եւ կարողանում է Մոսկվայի պետական համալսարանը ավարտել եւ Բաքվում է հասնում գործունեություն ծավալել եւ հրատարակում է 1910 թվականին մի հետաքրքիր հոդված, որտեղ Միքայել Նալբանդյանի կերպարին է անդրադարձել, գրողին նա փորձել է ավելի մարքսիստական հայացքներով վերլուծել, եթե մենք այսօր հանում ենք այդ գաղափարախոսական որոշակի շղարշը, ստացվում է, որ սա առաջին լուրջ վերլուծություններ Նալբանդյանի կերպարին նվիրված իր ժամանակաշրջանում, այս առումով իհարկե կարևոր գործ է արել։ Եվ հետո տեսնում ենք նա շարունակում է այս ուղղությամբ իր հրատարակությունները եւ գրում է ուսումնասիրություններ, հոդվածների եւ այդպես գրքույկների տեսքով հրատարակում, օրինակ Հովհաննես Հովհաննիսյանին նվիրված, Ալեքսանդր Ծատուրյանին, Հովհաննես Թումանյանին եւ ուրիշների, այսինքն նա այս գրականագիտական որոշակի մղումները նաեւ դրսևորում է այդ շրջանում եւ ամենակարևորն է այսօր ազգային հարցի տեսանկյունից, մենք նրան եթե գնահատում ենք կոնկրետ հայոց պատմության տեսանկյունից, պետք է նրա հենց ազգային գործունեությունը փորձել գնահատել, նա դասախոսությունների շարք է ունեցել Մոսկվայում եւ հետո դրույթներն ամփոփել է եւ հրատարակել Մշակ թերթում, այստեղ հայկական հարցը որպես մեծ տերությունների քննարկման առարկա է ներկայացրել եւ այդտեղ նաեւ նույն Ռուսաստանին էլ է անդրադարձել ռուսական կայսրությանը եւս եւ բոլոր տերություններին անխտիր քննադատել է հայկական հարցը շահարկելու համար եւ նրա մոտեցումը իհարկե խորհրդային տարիների հրատարակություններում արդեն խորհրդային միության ժամանակաշրջանում շեշտը դրել են դրա վրա, որ նա իմպերիալիզմի, չգիտեմ, քննադատ, բայց եթե մենք այսօրվա աչքով ենք կարդում եւ զուտ ազգային հարցն ենք փորձում դիտարկել, Միասնիկյանին ոչ այնքան հետաքրքրում էր պայմանական դասակարգային պայքարը կամ չգիտեմ իմպերիալիզմի, գաղութային ինչ-որ բանի ռեժիմի դեմ պայքարի խնդիր, այլ կոնկրետ արևմտահայության ճակատագրի հարցը, իսկ 1912-13 թվականներին, երբ որ նա այդ տեքստերը մշակում էր եւ 13-ին հրատարակության ներկայացնում, մենք չմոռանանք, որ հայկական հարցի վերաբացման շրջանն է 12 թվականի հոկտեմբերին ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդի խնդրանքով Ռուսաստանի կայսրը այդ ժամանակ Նիկոլայ II-ը վերաբացեց, բարձրացրեց նորից բարենորոգումներ իրականացնելու անհրաժեշտությունը այդ հարցը Օսմանյան կայսրությունում, խնդիրը քննարկման առարկա դարձավ Բրիտանիայի, Միացյալ Թագավորության եւ գերմանական կայսրության հետ եւ երկար բանակցություններից հետո 14-ի սկզբին եկան նոր հանգուցալուծման եւ ահա հենց այս շրջանում է, որ նրան պետք է հետաքրքրեր այս հարցը առանձնակի եւ նա գրեր ուսումնասիրություն, ցավալի է, որ հետխորհրդային շրջանում այս հարցը մենք նոր աչքով կարծեք պետք է վերլուծելու լինեինք, բայց Միասնիկյանին զուտ որպես կոմունիստ գնահատելով այս շերտերը այդպես այդքան էլ չենք ջանացել դուրս բերել նրա աշխատանքներում եւ իհարկե այս նրա գործունեությունը պետք է առաջին աշխարհամարտի մեկնարկով
արդեն ընդմիջվեր։ Խոսենք նաև Ալեքսանդր Միասնիկյանի կուսակցական կարիերա ստեղծելու ճանապարհի մասին։ Մենք գիտենք, որ առաջին աշխարհամարտը եւ նաև ռուսական քաղաքացիական պատերազմը իրենց հետքն են թողել, իրենց կարևոր հետքն են թողել այդ կարիերայի ստեղծման ճանապարհին։ Այո, նա իսկապես առաջին աշխարհամարտը օգտագործել է կամ գուցե հենց առաջին աշխարհամարտն է իր համար այդ նպաստավոր միջավայրը ստեղծել, որպեսզի նա շատ արագ աճի կուսակցական աստիճաններով եւ դա արել է հետարքիր է ոչ թե զուտ քարոզչական աշխատանքով, չնայած իր կյանքի ընթացքում շուրջ 10 տարբեր պարբերականների խմբագիր է եղել եւ թղթակցել է տարբեր պարբերականների, բայց այստեղ նա իրեն դրսևորում է որպես ռազմական գործիչ եւ նրա հաջողությունը ավելի շատ կախված էր հենց ռազմական գործողություններից եւ որոշ չափով այո նաեւ կուսակցական այդ գաղափարական իր աշխատանքներից։ Հիմա նա այնպես է ստացվում, որ 14 թվականից սկսած մասնակցում է ռուսական կայսրության փաստորեն եվրոպական կամ արևելաեվրոպական ռազմաճակատի գործողություններին եւ այստեղ շատ արագ իր աճն է գրանցում եւ կուսակցական մասով դե լինելով բոլշևիկ նա բնականաբար քարոզություն էր իրականացնում եւ երբ որ արդեն 1917 թվականին տեղի ունենում ռուսական երկու հեղափոխությունները նա արդեն նշածը կուսակցական իր կարիերան է գրանցում մասնավորապես պետք է ֆիքսենք որ 1917-ի հոկտեմբերյան հեղաշրջումից կամ ինչպես խորհրդային շրջանում էին համարում հեղափոխությունից հետո նա շատ արագ հրամանատարական բարձրագույն պաշտոններ է զբաղեցնում եւ արևմտյան փաստորեն ռուսական կայսրության արևմտյան սահմանին կարևոր պաշտոններ զբաղեցնելով հատկապես ժամանակակից Բելարուսիայի սահմանների, Բելարուսի սահմանագծային հատվածներում ռազմաճակատի նույնիսկ հրամանատարի դիրքեր զբաղեցնելով ի վերջո պետք է արդեն նոր ձևավորվող Բելարուս պետության համակարգում նա ունենար կարևոր դերակատարություն այստեղ շատ հետաքրքիր է որ երբևէ պատմության մեջ Բելարուս պետությունը որպես հենց այդ անվանումով առանձին պետություն ձևավորվում է նա դառնում է այդ պետության փաստացի առաջին իշխող անձը եւ իհարկե այդ ամենը ձևակերպված էր կուսակցական պաշտոններով բայց ստացվում է որ ժամանակակից Բելարուս պետության ձևավորման եւ սկզբնական կայացման գործում չափազանց մեծ է եղել Ալեքսանդր Միասնիկյանի ներդրումը այստեղ իհարկե որպեսզի մեր ռուստադիտողը հետո բելարուսական աղբյուրների հետ շփոթության խնդիր չտեսնի նշենք որ Ալեքսանդր Միասնիկյանը այդ ժամանակ հանդես էր գալիս փաստորեն իր ազգանունը Միասնիկով ձևակերպմամբ Միասնիկով ավելի եթե ռուսերեն հնչեղությամբ ասենք եւ բնականաբար այստեղ այս հանգամանքը կարող է շփոթության տեղ տալ բայց նա հենց նույնիսկ խորհրդային հրատարակությունների գրքերում նշում էր որ իրական ազգանունը Միասնիկյան է ընդ որում հայրանունի հետ կապված եւս խնդիր կար որովհետեւ հայրանունը Աստվածատուր Ֆյոդորովիչ էր գրվում եւ փաստորեն իրական հայրանունն էլ փաստորեն Աստվածատուր է եւ իհարկե այստեղ նաեւ պետք է նշենք որ նա դեռևս իր գրական ստեղծագործության ժամանակ կիրառել է ծածկանուն եւ նրա մի քանի կիրառած ծածկանուններից ամենահայտնին իհարկե Մարտունին է եւ Ալեքսանդր Մարտունի կամ կարճ ԱԼ Մարտունի մակագրելով նրա աշխատանքների մի մասն է հրատարակվել եւ նա հետո փաստորեն դրանով էր ավելի խորհրդային շրջանի ընթերցողին կամ մեր հասարակության մարդկանց հայտնի դրա համար նրա այդ կեղծանունն էլ հենց կիրառվել է քաղաքներ անվանակոչելիս մենք գիտենք որ նրա անունն է կրում օրինակ ներկայիս Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում Մարտունի քաղաքը եւ նա այն եզակի գործիչներից էր որին նվիրված երկու քաղաք կար նաեւ քաղաք Արցախում այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում նրա անունով քաղաք եւ շրջան
անվանվեց Մարտունի նույնպես եւ մենք հաճախ խոսքում ենք, որ Մարտունի ենք ասում, նշում ենք խորհրդային Մարտունին է, Հայաստանի Հանրապետության, թե Արցախի։ Մենք տեսնում ենք, որ Մյասնիկյանը իսկապես շատ արագ փաստորեն աճ է դրսևորում եւ նաեւ հաջողություններ է ունենում այդ գործում եւ Բելարուսից նրան հրավիրում են արդեն Մոսկվա կուսակցական գործունեություն այնտեղ շարունակելու քաղաքային խորհրդում այստեղ բարձր պաշտոններից հետո նա պետք է փաստորեն արդեն մասնակից լիներ խորհրդային Հայաստանի տնտեսական շինարարությանը, ոչ միայն տնտեսական, հասարակական կյանքի վերակազմակերպմանը, բանն այն է, որ նա Հայաստան պետք է գար մեզ մոտ քաղաքացիական կռիվների բանուկ շրջանում դա էր եւ դա պետք է կանխորոշիչ լիներ նրա գործունեության համար։ Մենք փաստորեն ունեցել ենք քաղաքական գործիչ, ով ղեկավարում էր ամբողջ Անդրկովկաս, այսինքն նրան էին ենթարկվում ըստ էության նաև խորհրդային Ադրբեջանը, խորհրդային Վրաստանը եւ Ալեքսանդր Մյասնիկյանը այս առումով իր ուշադրության կենտրոնում էր պահում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խնդիրը, այլև Ջավախքի հարցը։ Հետաքրքիր է նաև նրա ծավալած գործունեությունը խորհրդային Հայաստանում։ Այն բանից հետո, երբ 1921 թվականի հունվարին նա նշանակվում է Հայաստանի Սոցիալիստական խորհրդային հանրապետության կառավարության նախագահ, նա հսկայական աշխատանք է տանում Հայաստանի տնտեսությունը վերականգնելու, արևմտահայ գաղթականներին տեղավորելու, քաղաքացիական պատերազմի հետևանքները վերացնելու եւ առհասարակ երկրում կայունություն հաստատելու ուղղությամբ։ Եվ հենց այստեղ նաեւ մենք տեսնում ենք այն սրտացավությունն ու մտահոգությունը, որ նա տալծում է խորհրդային Հայաստանին նկատմամբ։ Այս փուլի մասին եւս խոսենք։ Գաղափարական հանգամանքը նրա կուսակցական պաշտոնյանելու հանգամանքը ամեն դեպքում ազդում էր նրա գործունեության վրա եւ հայացքների վրա եւ մեկ բանում եւս նրան փոքրիկ քննադատության ենթարկենք ազգային հարցում ունենալով նման մեծ մղում վաղուց ազգային հարցը արդարացի լուծելու նա տարածքային հիմնախնդիրների կարգավորման ժամանակ նաեւ ունենալով իհարկե շատ լավ հասկանում ենք սահմանափակումներ բացահայտ շատ ավելի փորձել է пассив լինել, քան ակտիվ։ Մենք գիտենք Սյունիքի հարցում, Զանգեզուրի հարցում, որ նա նամակագրական ակտիվ կապի մեջ է եղել Գարեգին Նժդեի հետ։ Երկար ժամանակ պարզ չի եղել, թե ինչ իմաստն են նրանք այդ նամակագրությունը վարել, բայց հիմա արդեն եղած նյութից պարզ է, կարելի է հստակ ենթադրել, որ նա համակարծիք է եղել ընդհանուր առմամբ, որ պետք է Զանգեզուրը մնար խորհրդային Հայաստանի կազմում եւ որոշակի հավաստիացումներ է հղել Նժդեին, որ կմնա խորհրդային Հայաստանի կազմում։ Դրա համար Նժդեը, երբ որ վերջին նամակն է թողնում իր զինակիցներին եւ սյունեցիներին, երևի հեռուստատողը կհիշի բովանդակությունը, նա նշում է, որ եթե ուրեմն կարմիր զինվորը գա Բաքվի կողմից, դիմադրեք, եթե Երևանի կողմից գա, մի դիմադրեք։ Նկատի ունի, եթե թեկուզ խորհրդային, բայց Հայաստանի կազմում է մնալու Սյունիքը, այդ դեպքում պետք չի զուտ բոլշևիզմի տեսանկյունից դիմադրել, ասել, որ եթե բոլշևիկներն պետք է դիմադրել, այսինքն որոշակի կոնսենսուսի են եկել այս հարցում։ Եվ մեկ էլ տեսնում ենք վրացական ուղղությամբ նրա մոտեցումները, այստեղ հենց նա է այն մարդը, որ 1921 թվականի նոյեմբերի 6-ին ստորագրել է խորհրդային արդեն Վրաստանի ղեկավար Պոլիկարպ Մդիվանի հետ փաստաթուղթ, որտեղ ֆիքսել են, որ ժամանակակից Լոռու մարզը փաստորեն ժամանակ Լոռու Չեզոք գոտիի 90% ծավալին պետք է մնա Լոռու Չեզոք գոտու 90% ծավալին պետք է մնա խորհրդային Հայաստանի կազմում։ Միայն հյուսային որոշ հատված է մնացել խորհրդային Վրաստանին եւ ցավոք Ախալքալաքի գավառը մնացել է փաստորեն Վրաստանի կազմում, բայց նրանք հասել են լուծման ի տարբերություն Ադրբեջանի հետ տարածքային հիմնախնդիրների Հայաստանի խորհրդային Հայաստանի խորհրդային Վրաստանի ղեկավարների միջև փաստաթուղթ է ստորագրվել։ Հիմա եթե մենք նայում ենք նրա գործունեության հետագա ընթացքին, մի կարևոր բան էլ պետք է նշենք, հենց նրա անձնական երաշխիքների եւ խնդրանքների արդյունքում է, որ խորհրդային Հայաստան են եկել բազմաթիվ գործիչներ, օրինակ Երևանի մեր ժամանակակից տեսքը որոշած ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը,
Օրինակ Ալեքսանդր Սպենդիարյանը, որ Հայաստանում օպերային արվեստը պետք է զարգացներ, եւ նաեւ օրինակ ակադեմիկոս լեզվաբան Հրաչյա Աճարյանը, շատ տարբեր գործիչներ, Մարտիրոս Սարյան եւ այլն, ովքեր կարևոր դեր են խաղալու խորհրդային Հայաստանի մշակութային դիմագիծը որոշելու հարցում։ Այս առումով հատկապես 1924-ից են նրանք վերադառնում, նրանց մեծ մասը եւ ներգրավում Հայաստանի գիտակրթական ու մշակութային կյանքում։ Սա շատ կարևոր երևույթ է եւ նա արդեն ճիշտ նշեցիր խորհրդային այդ ընդհանուր անդերֆեդերացիա, որ ձևավորվեց 22 թվականին, նրանում կարևոր ներգրավվածություն է ունեցել եւ փաստորեն մնացել է նաեւ խորհրդային պետության ընդհանուր պատմության մեջ կարևոր գործիչ։ Եվ եթե մենք գնահատենք նրան ամբողջության մեջ, ապա եւս մեկ անգամ պետք է շեշտենք, որ նա այո, բոլշևիկ է, նա բոլշևիկյան գաղափարախոսության կրողն է, բայց նա այդ կուսակցության, կոմունիստական կուսակցության այն թևն էր ներկայացնում, որտեղ ազգային հայացքները ավելի գերակշռող էին եւ գուցե այդ առումով նրա կողքին կարելի է Ստեփան Շահումյանին առանձնացնել, որոշ չափով նաեւ Սուրեն Սպանդարյանին, ովքեր հակահայկական կոնկրետ գործողությունների մեջ առանձնապես որևէ կերպ չեն նշмарվում եւ ավելի տվյալ ժամանակաշրջանի գաղափարներից ազդված մարդիկ են, բայց միշտ ազգային հարցը կարեւոր են համարել իրենց օրակարգում եւ պատահական չի, որ խորհրդային անվանակոչումներով անձանց մեջ, եթե մենք նայում ենք ընդհանուր պատկերով, ապա հենց այս 3-ի անուններով անվանակոչված տեղանուններն են, որ մնացել են, առավել եւս երկուսի՝ Մյասնիկյանի եւ Շահումյանի, որոնք նաև մի քանի տեղանուն են իրենց անունով կոչված։ Լինելով մտավորական, Ալեքսանդր Մյասնիկյանը շատ կարևորում էր հայ մտավորականությանը Հայաստանում համախմբելու ու նրանց ստեղծագործ աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հարցը։ Ուստի պատահական չէ, որ նա պաշտոնական հրավերներ է ուղարկում Ալեքսանդր Թամանյանին, Հրաչյա Աճարյանին, Մարտիրոս Սարյանին, նաև պատահական չէ, որ նրա արձանը արդեն ուշ խորհրդային շրջանում տեղադրվեց Երևանի կենտրոնում 1976 թվականին սկսվեց կառուցման աշխատանքները, իսկ պաշտոնական բացումը եղավ 1980 թվականին։ Այս արձանի հեղինակներն են Ջին Թորոսյանը եւ Արա Շիրազը։ Նաև պետք է ընդգծել, որ Ալեքսանդր Մյասնիկյանը խորհրդային Հայաստանի այն առաջին գործիչներից էր, որ անչափ կարևորում էր Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները ու մի ամբողջ ուսումնասիրություն է նվիրել Սփյուռքում ազգային քաղաքական խնդիրներին կազմակերպմանը։ Իսկ 20-րդ դարի ռազմաքաղաքական կուսակցական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանին նվիրված մեր այսօրվա թողարկումը մոտեցավ իր ավարտին, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։